այո, մենք ընդունել ենք օրենք Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին, բայց մեր ռազմավարությունը նաև այն է, որ այս process-ի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում Եվրոպական միության նկատմամբ, որ մենք այ օրենք ընդունել ենք, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունեք Եվրամիություն, ոչ ամենևին։ Մեզ պետք է որ այս process-ի շուրջ լինի զրո նյարդ։ Եվ դա մեզ համար հնարավորություն է իրապես համապատասխանել որպես երկիր բարեփոխումների գործընթացը շարունակել այնպես, որ մենք իսկապես համապատասխանենք Եվրոպական միության չափանիշներին։ Այս կետում, երբ որ մենք լինենք օբյեկտիվորեն այս կետում, Եվրամիության անդամ դառնալ չդառնալը քաղաքական որոշման հարց է։ Եվրամիությունը կարող է որոշել չընդլայնվել կամ որոշել ընդլայնվել որոշակի տրամաբանությամբ։ Եվ մենք որևէ մեկի կամքին քաղաքական չենք կարող բռնանալ։ Եթե Եվրոպական միությունը որոշի, որ մենք մեզ ընդունել Եվրոպական միության լիիրավ անդամ որպես, շատ լավ։ Եթե կորոշի չընդունել, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր։ Մեր խնդիրն է, մեր նպատակն է, մեր ռազմավարությունն է լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր լինել եւ մենք հասկանում ենք, որ այսօր հեռու ենք այդ կետից, բայց մենք գիտենք, որ ունենք անհրաժեշտ քաղաքական կամք, ռազմավարություն, տեսլական, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ եւ ինչպես հասնել այդ կետին եւ իհարկե Եվրոպական միություն Հայաստան քաղաքասարակության պլատֆորմի գործունեությունը այս իմաստով շատ կարևոր է, ես ինչպես ասացի, բարձր եմ գնահատում ընդհանրապես քաղաքացիական հասարակության գործունեությունը եւ մենք ինչպես նախկինում այսօր էլ վաղն էլ կշարունակենք ոչ միայն համագործակցել, այլև խորացնել մեր համագործակցությունը քաղաքացիական հասարակության եւ Եվրամիություն Հայաստան քաղաքասարակության պլատֆորմի հետ։ Շնորհակալ եմ։